Ողջույն, հարգարժան տիկնայք եւ պարոնայք, Ռուբեն Մեհրաբյան Talks YouTube-յան ալիքն է եթերում, մեզ մոտ հարցազրույց է եւ իմ այսօրվա հյուրն է Արնոլդ Բլեյանը, Հանուն Հանրապետության կուսակցության արտաքին հարաբերությունների պատասխանատու եւ անվտանգության եւ ժողովրդավարության կենտրոնի հայկական կենտրոնի ղեկավար, ողջույն պարոն Բլեյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Բլեյան, այսօրվա իհարկե ոչ թե պատճառը, այլ առիթը մեր խոսակցության այս Եվրոինտեգրման հանձնաժողովը ուժեղ Հայաստանի կողմից այդ ուշադրության գրավելն է, հա, որ նրանք ուզեցան այնուամենայնիվ այդ հանձնաժողովը գլխավորել, առաջի տեխնացուին առաջ քաշեցին, անհաջող ստացվեց, ոնց որ թե այդ պատգամավորը ընդհանրապես տեղյակ էլ չէր ինքը ինչի համար է այդտեղ ու ինչ պետք է ունի։ Եվ ընդհանրապես Հայաստանը Եվրամիության հետ հարաբերությունների տրամաբանությունը որն է, այլ երկրորդը կարծեք թե դեռ քննարկումները շարունակվում են։ Սա իհարկե էլ եմ ասում, առիթ է ուղղակի եւս մեկ անգամ հասկանալու մենք ընդհանրապես այս առաջիկա 5 տարվա ընթացքում հաշվի առնելով որ կառավարության ծրագիրն էլ առանձնապես տենց ուղենիշներ չի պարունակում այս ուղղությամբ, հա, ինչպես է ձեզ երևում եվրոինտեգրման գործընթացը եւ Եվրամիության անդամակցության գործընթացը, մանավանդ մենք տեսնում ենք, որ այս երկու բառերի շուրջ մեծածավալ մանիպուլյացիաներ են պատտվում համեցեք։ Միանշանակ է, որ ուժեղ Հայաստանը նպատակ չունի եվրոինտեգրվելու եւ իր նպատակը հակառակն է։ Իր հանձնաժողովի նախագահությունը ստանձնելն է եւ հնարավորինս հարամելը մեր նկրտումները Եվրոպական միության հետ անդամագրվելու, Եվրոպական միությանը անդամակցելու։ Դա ցույց են տվել թե իրենց առանձին քաղաքական գործիչների, ներկայացուցիչների հայտարարությունները, թե նախորդ տեխնացուն իր հայտարարություններով, որ ասում էր, որ մոտակա մի քանի տասնյակ տարիների ընթացքում մենք չենք անկալում, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է անդամակցել Եվրոպական միությանը, որովհետև այս պահի դրությամբ իրականում հարցը դրված չէ այնպես, որ արդյոք մենք պետք է դուրս գանք ԵԱՏՄ-ից եւ անմիջապես անդամակցենք ԵՄ-ին, հարցը դրված է, որ մենք պետք է դուրս գանք ԵԱՏՄ-ից եւ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրենք Եվրոպական միության հետ։ Դրանից հետո թե քանի տարի կտևի, երբ մենք անդամակցենք Եվրոպական միությանը, դա այլ հարց է։ Իսկ մոտակա 5 տարիների ընթացքում ես այնուամենայնիվ ակնկալում եմ, որ հարցը կհասնի այն բանի, որ մենք անդամակցության հայտ կներկայացնենք։ Ի վերջո կարող է շաբաթ օրը ուրբաթից շուտ գալ այն ինչ փոփոխվի։ Այն հանգամանքը, որ այնտեղ չկա օրինակ Եվրոպական միության անդամակցության հայտ ներկայացնելու դրույթ, դա դեռ չի նշանակում, որ հնարավոր չէ որ գա մի X պահ, որ իշխանությունը, կառավարությունը զգա, որ դրա պահը հասունացել է։ Ի վերջո, եթե հիշենք 21 թվականի կառավարության ծրագիրը, այնտեղ էլ հապկի հետ սերտ հարաբերություններ, Արցախի հետ կապված հարցեր, բայց գետնի վրա իշխակ փոխվեց եւ նաեւ եղավ այն ինչ նպատակ, այո, եւ փոխվեցին նպատակները։ Հետեւաբար ես ակնկալում եմ, որ այո, ինչպես Վոլոդիմիր Զելենսկին ասում, այս հերահար պատժամիջոցները, որ ուղղված են Ռուսաստանի դեմ, կհանգեցնեն նաեւ նրան, որ մենք կկարողանանք մեր լոկալ պատժամիջոցները սահմանել Ռուսաստանի Դաշնության դեմ, դա այն է, ԵԱՏՄ-ից պետք է մենք դե յուրե դուրս գանք, ինչպես եւ դուրս գանք ՀԱՊԿ-ից եւ ԱՊՀ-ից, եւ իհարկե անդամակցության հայտ ներկայացնենք Եվրոպական միությանը, բայց մինչ այդ միանշանակ է, որ առանցքային
հարցը դրված Եվրոպական միության հետ ազատ առևտրի, նույն ինքը DCFTA-ի փաստաթուղթը վերաբերտանելը եւ իհարկե ստորագրելը, լավերացնելը, այն ինչ մենք պետք է անենք 13-14 թվականներին, բայց դա մեզ չթույլատրվեց։ Մյուս կողմից իհարկե ես իհարկե չեմ ընդունում այն արդարացումները, որ իշխանությունն առաջ է բերում, թե ինչպես պատահեց, որ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը բաժին հասավ կամ Պուտինի փայ դարձավ, ինչպես մենք հաճախ այն անվանում ենք, որովհետև իրականում երբ այդ տեսանյութը դիտում ես, դու տեսնում ես, որ պարզապես Եվրոպական միության եւ ԵԱՏՄ-ի այդ հանձնաժողովները թողել էին վերջին դրանից առաջ օրինակ իրենք ԿՊ-ն ընտրեց կրթության եւ գիտության ոլորտը, հա, առողջապահության ոլորտը, սոցիալական եւ աշխատանքի ոլորտը, մի խոսքով բոլոր հնարավոր ոլորտները ԿՊ-ն ընտրեց, բայց արտաքին Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը նա չընտրեց, միգուցե նա իրապես մտածում էր, որ ուժեղ հանձնաժողովի նախագահությունը, բայց եղավ այն ինչ եղավ։ Ամենատեպս պետք չէր թողնել վերջին պահին, որպեսզի թե Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը, թե մարդու իրավունքների հանձնաժողովները օկուպացվեին Հայաստան դաշինք եւ ուժեղ Հայաստան դաշինքների կողմից։ Այնուամենայնիվ ունենք այն ինչ ունենք եւ տեխնացուին փոխել են, իրենք նոր տեխնացու ունեն ուժեղ Հայաստանը, ընդունեն թե չեն ընդունում, ես չգիտեմ, ես վստահ եմ, որ իրենք կարող են ճնշման արդյունքում գալ մի համաձայնության, որ իրենք հետ կվերցնեն իրենց ցանկությունը նախագահելու Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը եւ իրենք կգլխավորեն ԵԱՏՄ հանձնաժողովը։ Դա կարելի է անել, ես չգիտեմ իշխանությունը կգնա դրան թե չէ, անկեղծ ասած կասկածում եմ, որ կգնա, նաեւ հաշվի առնելով, որ դեդլայն են առաջարկել իշխանությանը մինչեւ դեկտեմբեր ընտրել ԵԱՏՄ ԵՄ այդ ձևաչափը, նամանավանդ մենք գիտենք, որ Գևորգ Պապոյանն է իր գործընկերոջ ռուսկու այնտեղ փորձում են ինչ բաների գալ, համաձայնությունների գալ, այդ սահմանափակումների շուրջ եւ հնարավոր է, որ իրենք չստիպեն ուժեղ Հայաստանին հետ վերցնել իրենց պահանջը գլխավորելու այդ հանձնաժողովը, պարզապես կփոխեն իրենց նախագահին, որը կլինի փոքրի շատ է ընդունելի ԿՊ-ի համար եւ հանրության համար, եւ այդքանով կբավարարվեն։ Բայց ես ուրիշ բան պետք է ասեմ։ Ես իդեպ գրառում եմ արել, եթե ուժեղ Հայաստանը նման քայլ է անում եւ հիշում եք այդ տեսանյութը կարծեմ բոլորն են շատերն են տեսել, որտեղ երբ Նարեկ Կարապետյանը հայտարարում է, որ իրենք ուզում են գլխավորել Եվրոպական հանձնաժողովի նախագահությունը, այդ քմծիծաղը իր դեմքին բոլորը տեսան եւ Ռուսաստանը արձագանքեց այդ ծիծաղին։ Ես կարծում եմ այստեղ քայլ ունի անելու իշխանությունը։ Նման ստոր քայլի, որը գնաց ուժեղ Հայաստանը, պետք է կրկնապատկել եւ հակազդել ավելի ուժեղ քայլով, դա այն է, ինչ մենք քանիցս բարձրաձայնել ենք, այդ թվում նաեւ մեր հանդիպումներում իշխանության հետ տարատեսակ ձևաչափերով իրենք մասամբ նաեւ համաձայնել են, դա այն է, որ կամ հիմնել փոխվարչապետի ինստիտուտ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի ուղղությամբ աշխատող, կամ Եվրոպական ինտեգրման նախարարություն հիմնել։ Եվ դա կլինի այն համարժեք պատասխանը ձևիսներին, այդ պուտինոիդներին, եւ դե դուք ձեր հանձնաժողով զբաղվեք, իսկ մենք ուրեմն կհիմնենք Եվրոպական ինտեգրման հանձնաժողով, ներողություն, Եվրոպական ինտեգրման նախարարություն կամ այդ ուղղությամբ փոխվարչապետի ինստիտուտ։ Եվ իշխանությունը պետք է նաեւ կոնսուլտացիաների մեջ մտնի Եվրաքվեի նախագծի ուրեմն նախագծողների հետ, ովքեր առաջ էին վերել, մենք այլ քաղաքական ուժերը, քաղաքացիական ներկայացուցիչները, անհատները եւ վստահ եմ, որ մենք կարող ենք թե համապատասխան կուսակցական կամ ոչ կուսակցական թիմակիցներ ցուցադրել իշխանությանը, որոնք ընդունելի կլինեն եւ մենք պետք է այդ քայլը տանենք առաջ։
ի վերջո կա Եվրաքվեի օրենք, իսկ օրենքը պարտադիր է կատարման։ Եվ եթե մենք սկսել ենք ինչպես օրենքն է հենց ասում, որ մեկնարկն է տրված, հետևաբար այդ մեկնարկը որն է, մեկնարկի հաջորդ քայլը պետք է լինի համապատասխան գերատեսչություն, ուրեմն եւ այդ գերատեսչությունը պետք է զբաղվի եվրոպական ինտեգրմամբ, եվրոպական ինտեգրման անդամակցության հեռանկարով, այդ շատ կարևոր է, որպեսզի այդ ինտեգրում հասկացողությունը մեր մոտ արմատավորվի որպես ոչ միայն զուտ ստանդարտներ եւ այլն, այլ բուն անդամակցության հեռանկարով, անկախ նրանից թե դա կտևի 1 տարի, 5 տարի, 10 տարի, կարևորն այդ ճանապարհը, որով մենք պետք է անցնենք, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա մեկ հասցե եւ այդ հասցեն Եվրոպական միությունն է։ Արաբելյան, մենք քննարկման ժամանակ մի այդպիսի մտքի գոհար լսեցինք, հա, առայն որ դե եվրոինտեգրումը չի նշանակում անպայման Եվրամիության անդամակցություն։ Այ օրինակ եւ ասում են Նորվեգիան, Շվեյցարիան, չգիտեմ, Բրիտանիան, Իսլանդիան բոլոր առումներով, բոլոր թելերով ինտեգրված են Եվրամիության հետ եւ չեն անդամակցում Եվրամիության։ Եվ ահա սա կարծեք թե արհեստական հակադրություն է, հա, փորձ արվում ստեղծել եվրոինտեգրման process-ի եւ Եվրամիության անդամակցության process-ների միջև, որտեղ հակադրություն բնականաբար չկա, բայց առանց նպատակի եվրոինտեգրում, ասենք, դե կամ իմիտացիա, Ռոբերտ Քոչարյանի պակաս էր եվրոինտեգրվում, օրինակ, չէ՞։ Սերժ Սարգսյանն էլ եվրոինտեգրվում էր էլ ավելի ուժեղ։ ՆԱՏՕ-ի զորավարժությունները։ Հա, այսինքն այստեղ այսպես դաշտ կա մանիպուլյացիա եւ այդ դաշտը օգտագործվում է։ Հիմա իշխանությունն էլ հարցնում է, իսկ դուք DCFTA-ին ինչպես եք վերաբերվում։ Ասենք այդ ուժեղ Հայաստանի այդ падգամավորի այդ տեխնացուին, հա, հանձնաժողովի նախագահի հարց է տալիս։ Հիմա իմ մոտ ցանկություն առաջանում հենց իրենց հարցնել, իսկ դուք ինչպես եք, ինչ եք մտածում DCFTA-ի մասին։ Դուք ունեք դրա պատասխան։ Որ ասենք այդ տղուն հարցնում եք, որ ինքն էլ ասեց կներեք, թե ձեր վարչապետն ինչ ասել է, այսքանն ասել, այ մենք այդքանին կողմենք, դրանից ավելը քննարկենք։ Վերջ։ Համեցանք։ Այս է խնդիրը, որ չկա կոնկրետություն, չկա կոնկրետ ճանապարհային քարտեզ, եւ այստեղ պետք է հստակություն մտցվի, եւ այդ հստակությունը պետք է գործադիր մարմնի կողմից մտցվի։ Այն է, երբ մենք օրինակ համապատասխանեցնում ենք այդ ստանդարտներին եվրոպական, ինչը նաեւ տեղ է գտել կառավարության 26-31 թվականների ծրագրում, իսկ ինչ է լինելու դրա արդյունքում, դրանից հետո կամ դրան զուգահեռ։ Այսինքն արդյոք իրենք եւ ի վերջո ինչ ժամկետ 5 տարի, որպեսզի մենք 31 թվականին բերենք մեր ստանդարտները եվրոպական մակարդակի, թե արդյոք մեզ ավելի քիչ ժամանակ պետք դրա համար եւ 31 թվականի ավարտին մենք արդեն պետք է այլ կառավարության ներդնենք, հա։ Այստեղ է որ չկա հստակություն, այդ հստակությունը կարծեմ չի լինի դեռ մի որոշ ժամանակ, քանի դեռ մենք չգիտենք, թե ինչ կլինի ձմեռը գազի հետ կապված։ Այնուամենայնիվ, որքան էլ իշխանությունը ցանկանա այս պահեդրությամբ չգնալ սրացման հարաբերությունները Ռուսաստանի հարց ու պատասխանի ժամանակ երևաց, հա, վարչապետի ձևաչափով, այնուամենայնիվ կարծում եմ, որ Ռուսաստանը գնալու է սրացմանը, բարձրացնելու է գազի գին, բայց ես դա տեսնում եմ որպես հնարավորություն, որպես նաև մենք գազի այդ ասեղից դուրս գանք, ինչպես ասում են, որովհետև երբ իրենք մեզ փորձում են
անել իրականում դա մեծ պրոբլեմու իշի վնի վդու։ Այսինքն այդ խնդիրը մենք դարձնում ենք հնարավորություն։ Եվ այդ հնարավորությունը թե մտագայում մծրած սահմանափակումների առումով, որ մենք կարողացանք եւ կարողանում ենք եւ դա էլի աշխատանք է պետք է արկի այդ ուղղությամբ, որպեսզի մենք նոր շուկաներ գտնելուց բացի նաեւ հիմնովին արդեն տեղավորվենք այդ շուկաներում, հա, եւ նույնը գազի պարագայում, էներգակիրների պարագայում մենք տեսանք վերջին օրինակ տնտեսական էկոնոմիկայի նախարարություններ հրապարակ, որը վերջին օրինակ դեռ առաջին երամսյակում այս տարվա արդեն իսկ Ռուսաստանի բաժինը հասել էր 7%-ի, այսինքն բենզինի առումով մենք 7%-ներ մենք գնում Ռուսաստանից, եւ դա մինչեւ Ուկրաինայի հարվածները նավթավերամշակող այդ արդյունաբերություններին այդ ներին արդյունաբերող դա նշանակում է որ այս պայմաններում միգուցե նաև զրոյել է որովհետև կարծեմ նույնիսկ Ռուսաստանն է արկել ընդհանրապես որևէ բենզինի եւ դիզելի էքսպորտ որովհետև իրենք են դարձել արդեն բան անունչա ներմուծող բենզինի եւ դիզելային վառելիքի եւ նույնը պետք է արվի գազի առումով մենք եթե իրենք գնացման մենք կգնանք Գազպրոմ Արմենիայի ազգայնացման ուղղությամբ այն ինչ տեղ ունեցավ Գազպրոմ Արմենիայի հետ եւ մեր գազային համակարգը պետք է վերադարձվի ժողովրդին ինչպես որ էլեկտրաէներգիան վերադարձված ժողովրդին ես այստեղ խնդիր չեմ տեսնում հակառակը լավ կլինի որ իրենք գնան այդ ուղղությամբ որովհետեւ ըստ այնի մենք որպեսզի կոմպենսացնենք եւ գտնենք աշուններ դա ոչ միայն Ադրբեջանն է բոլորը միանգամից մտածում են որ Ադրբեջան բայց դա միայն Ադրբեջանը չէ գազ մենք կարող ունենալ եվրոպական երկրներից ներկրել Իրանից, Թուրքմենստանից տարբեր ձևաչափերով կան բացի դրանից այնպես չէ որ Ռուսաստանը ինքը ամբողջությամբ փակելու է պարզապես ամբողջությամբ թանկացնելու է բայց երբ ի հայտ գան այլ մատակարարողներ գազի իրենք ստիպված կփորձեն գինը բերել հարմարեցնել արդեն այն շուկայական իրավիճակի որը ստեղծված կլինի այդ պայմանությամբ միգուցե լինի միգուցե իշխանությունը կառավարությունը սուբսիդավորի բայց դե կներեք այլ տարբերակ չկա պետք է գնալ այդ ուղղությամբ որովհետև մեզ պետք է տնտեսական անկախություն մեզ պետք է տնտեսական ինքնիշխանություն եւ Ռուսաստանը տորպեդահարում է Ռուսաստանի հետ ցանկացած տնտեսական գործարք դա կապանք է եւ այդ տնտեսական այդ համագործակցությունը իրանք օգտագործում են որպես քաղաքական լծակ եւ ճնշում մեզ գնալ որոշ քայլերի որոնք չեն բխում Հայաստանի Հանրապետության շահերից Պարոն Գալոյան, Ալիևը խոսելով մեր տարածաշրջանի ապագայի մասին, խոսել էր, որ իբր դե մեծամորի ատոմակայանը վաղ թե ուշ փակվելու է, այն այդքան էլ անվտանգ չի եւ այդպես շարունակ, եւ որ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգոհամակարգերը պետք է ինտեգրվեն իրար եւ այսինքն երկակի բաներ ասել, այսինքն փակվելու մասին ասել էր, բայց նորի կառուցման մասին բնականաբար չէր խոսել, կարծեք թե ինքը այդտեղ ձայնի իրավունք։ Եվ ահա այդ երկակի նշանակության ելույթին Մարիա Զախարովան է դից կանգնել մեր մեջքին, հա, ասելով, որ հայ-ռուսական համագործակցությունը գիտեք ինչ օգտակար բան է, չհամարձակվեք այն համարել, չգիտեմ, մեկ մյուս փակման ենթակա եւ այլն։ Սա էլի դաշտը բացել է իշխանությունը իր կարծեք թե այս դանդաղ կողմնորոշմամբ եւ այդ դաշտն էլ մանիպուլյացիայի օգտվում են մանիպուլյատորները եւ այստեղ էլ զարմանալու բան չկա
Այո, եւ այդի որ Հայաստանում կան լեփեցուն պիտանի ապուշներ, ովքեր կօգտագործեն Ալիևի ասույթը, խոսքը եւ կամ մանիպուլացնեն եւ տարատեսակ շարքումների առիթ կդարձնեն, կզարգացնեն, կտանեն լրիվ այլ մակարդակ եւ նա օգտվում է երբեմն նաեւ տեսնելով թե ինչպես է իր ցանկացած խոսք Հայաստանի դաշտում այսպես կոչված ընդդիմադիրների կողմից օգտագործում եւ ապոկալիպտիկ ինչ որ պրոգնոզներ են սկսում իրենք առաջ բերել, բայց նաեւ իհարկե իշխանությունն այստեղ թերանում է, վարչապետի օրինակ վերջին հարց ու պատասխանի ժամանակ կարծես թե նույնիսկ Միացյալ Նահանգների հետ այն ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում նաև հուշագիրը կարծես թե հարցականի տակ է դնում, որովհետև տպավորություն կա, որ միգուցե չգնան մոդուլային ռեակտորների ուղղությամբ, այլ մի խոսքով նա հստակ պատասխան չտվեց։ Եվ այս հստակության պակասությունն է, որ տեղ է թողնում տարատեսակ ասեկոսների, մանիպուլատիվ շահագործումների եւ դա խնդիր է, իհարկե դա խնդիր է, որովհետեւ հստակություն է պետք, հստակ պետք է լինել մի բան, մենք չենք կարող ինձ համար կարևոր է թե արդյոք կլինի դա Ռուսաստանը, թե չի լինի Ռուսաստանը, որովհետև կարող է չլինել Միացյալ Նահանգները, բայց կարող են լինել Կանադան, կարող է լինել Ֆրանսիան, կարող է լինել Հարավային Կորեան, կարող են մի քանի օգուտ հետ մենք համագործակցել, որովհետև եթե մեզ իրապես հարկ է լինելու մեծաքանակ էլեկտրաէներգիա արտահանել, միգուցե մենք եւ մոդուլային ունենանք եւ ոչ մոդուլային ունենանք, այսինքն մենք կարող ենք համագործակցել թե նահանգների հետ, թե Եվրոպա, թե մեկ այլ մեր ռազմավարական գործընկերներից ինչ-որ մեկի հետ, բայց մենք չենք կարող համագործակցել Ռուսաստանի հետ, Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը կավարտվի 36 թվականին, երբ ավարտվի այսօրվա շահագործվող ատոմակայանը։ Ատոմային էներգետիկայի շուրջ այն ժամանակ մեր համագործակցությունը պետք է ավարտվի, առնվազն, ամենաուշը։ Իհարկե, եթե մենք ցանկություն ունենք, մենք ավելի վաղ կարող ենք մեր համագործակցությունը կասեցնել Ռուսաստանի Դաշնության հետ, որովհետև այնպես չէ, որ միայն իրենք կարող են այդ շահագործումն իրականացնել մինչև 36 թվականը, մինչև այսօրվա վերջնաժամկետը, դա պետք է հստակ լինի, բայց մենք չունենք այդ հստակությունը եւ ցավոք լիքը հարցականներ կան եւ դեռ մենք չունենք այդ հարցականների պատասխանը։ Բայց ես օրինակ դժվար եմ պատկերացնում, որ իշխանությունը ինչ որ X պահի որոշի, որ Ռուսաստանի Դաշնության հետ պետք է շարունակել ատոմային գործակցությունը եւ օրինակ նոր ատոմակայան ապրել, նամանավանդ որ մենք գիտենք Եգիպտոսի հետ Ռուսաստանի Դաշնությունը հիմա խնդիրներ ունի, որովհետեւ նմանատիպ համաձայնագիր է ստորագրել եւ թերացել է իրենց աշխատանքներում, Եգիպտոսը բողոքում է, դե կներեք մարդուց գնում ենք եւ փորձում ենք երկիրը հիվանդ է, դժվար քիվի, ամենահավանական ռեինկարնացիայի արդյունք կարողանա Ռուսաստանի դաշնություն կկոչվի, բայց արտահայտությամբ չկա դեղամիջոց, որպեսզի իրենք կարողանան ապաքինվել, բժշկվել, որովհետև ըստ ամենայնի քասկեղ ունեն եւ իրենք գնում են այս աշխարհից։ Հիմա մենք ինչ ենք ուզում այդ հիվանդներից։ Մենք գնում ենք այդ հիվանդներից, ասում ենք եկեք մեզ բուժեք, մենք ատոմակայանի հարցում խնդիր ունենք, եկեք բժշկեք, չի կարող այդպես բան տեղի ունենալ։ Բայց տեսնենք, ես հույս ունեմ, որ Իբիջալոց Ադրբեջանի պարագայում արդեն սկսվում է մրցավազքը, արդեն սկսվում է այդ մրցակցությունը, փաստորեն Ադրբեջանը ոչ միայն ուզում է գազ արտահանել, նավթ արտահանել, հիմա արդեն ուզում է էլեկտրաէներգիա արտահանել,
բայց Հայաստանն էլ նույնպես բաներ կարող է արտահանել, դա էլեկտրաէներգիան է եւ այստեղ մենք պետք է նաեւ աշխատանք ունենք անելու, որովհետեւ մենք նույնպես ուզում ենք էլեկտրաէներգիա արտահանել։ Մենք չենք ուզում միայն տրանզիտ երկիր հանդիսանալ։ Իհարկե տրանզիտը լավ է, որովհետեւ մենք մաքսատուրք ենք գանձում, մենք կարողանում ենք օգտվել էլեկտրաէներգիայից, բայց մենք նաեւ ուզում ենք գործոն լինել։ Եվ հետեւաբար Հայաստանի Հանրապետությունը, այո, պետք է ավելի եւ իսկ օգտագործել մեր տեղի ապուշ պիտեզի ցանկացած պարագայում ծի այն աժիոտաժը բաց կարողանում է ստեղծել անդիմադիրների միջոցով։ Նույնը շարունակվելու անկլավների ուղղությամբ, որովհետև եթե օրինակ անկլավներից խոսենք, իմ տպավորությամբ, որ ինչ որ մի X պահի Ադրբեջանի նախագահը ինքն է համաձայնվելու անկլավների փոխանակման այդ հարցը լուծել։ Բայց քանի դեռ հարցը դրան չի հասել, որովհետև այդ հարցը կհասնի, երբ մենք ըստ այդմ սահմանազատման եւ սահմանագծման process-ով գանք հասնենք արդեն այն կետի, երբ կսկսենք քննարկել անկլավները, բայց քանի չկա այդ հարցը, քանի դեռ մենք այդ կետին չենք հասել, Իլհամ Ալիևը շարունակելու է լռել այդ ուղղությամբ եւ նա օգտագործելու է այստեղի այսպես կոչված անդիմադիրներին, որպեսզի մեզ վախեցնեն, այս կլինի, այն կլինի, բայց իրականում մենք օրինակ խնդիրը որն է, օրինակ քննարկվեց, չէ՞, մի քանի օրվա մեջ անկլավների հարցը, որ եթե մենք իրապես ունենանք մի այնպիսի ընդդիմություն ազգային ժողովում, որի նպատակը Հայաստանի Հանրապետության զարգացումն է, անվտանգությունն է, հարատև կյանքն է, ապա իրենք կսկսեին բարձրաձայնել, որ եկեք առաջարկենք անկլավների փոխանակում անել, եկեք էս անենք, եկեք այն անենք, ավելի կառուցողական կմոտենային։ Իսկ իրենք ասում են, ոչ, արդեն Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ պայմանավորվել է, սա կհանձնեն, Տիգրան դարձել է քյարքի եւ այլն եւ այսպես շարունակ եւ իրենք սրում են այդ ամենը եւ իրապես ես հավատում եմ որ իրենք ուզում են որպեսզի ինչ որ մի վատ լինի այսպես օրինակ 21 տարի պատիվ ունեն իրական եկեղեցի մոմ են վառում եւ խնդրում են որպեսզի Ադրբեջանը հարձակվի Սյունիքի ուղղությամբ փորձի միջանց կա բռնի ուժով վերցնի Նամանավան երբ հիշում ենք 12-օրյա պատերազմը իսրայելա-իրանական այդ ժամանակ իրանք ոգևորվել են, սպասում են, հեսա կլինի այդ պատերազմը հարձակվի Ադրբեջան, ինչու՞ չես հարձակվում։ Այսպիսի ընդդիմության հետ մենք գործ ունենք։ Այսպես այդ ընդդիմություն բառը իրենց ուղղությամբ ես իրենց մասով երբ օգտագործում եմ, միշտ վերցնում եմ ճակերտների մեջ, որովհետև իրենք ընդդիմություն չեն, իրենք չարիք են այս պետության համար։ Ես չեմ պատկերացնում, որ մենք կարողանանք մինչև 35 թվականը այս ընդդիմության հետ ճանապարհ անցնել, որովհետև իրենք պարզապես այլ տարբերակ չունեն, որովհետև իրականում մինչև 31 թվականը կարծում եմ նաև Ռուսաստանի հարցն է լուծվելու, կամ ավելի շուտ է այդ հարցը լուծվելու, եւ հետեւաբար մենք ինչ գործ ունենք այս ռուսական կուսակցությունների հետ, ինչ գործ ունեն ռուսական կուսակցությունները Հայաստանի Հանրապետությունում, ես այնուամենայնիվ էլի պետք է լավատեսորեն մոտենամ այդ հարցին եւ լավույս եմ ուրեմն գործերը, որոնք հակակոռուպցիոն մարմինը, որոնք քննվում են հակակոռուպցիոն դատարաններում, կբերեն իրենց տրամաբանական ավարտի, իսկ այն է, որ այն կուսակցությունները, որոնք արդեն դատարանի վճռով կապացուցվեն եւ կմեղադրվեն ընտրակաշառք բաժանելու մեջ, իրենք պետք է փակվեն։ Ոչ միայն փակվեն, այլ նաև նրա մաս կազմող քաղաքական գործիչները, ղեկավար մարմնի անդամները իրենք պետք է զրկվեն քաղաքականությամբ զբաղվելուց։ Եվ վերջ։ Հիմա Պուտինը կարող է խնդրել եւ այլն, դե մենք էլ կարող ենք խնդրել, որպեսզի Յավլոկոն օրինակ մասնակցի ընտրություններին։ Շնորհակալություն պարոն Բլեյան, որ ժամանակ հատկացրեցիք մեր այս շատ կարևոր խոսակցությանը։ Հետևենք դեպքերի ընթացքին, այդ թվում ձեր մասնակցությամբ ամենայն բարիք, ինչ նոր հանդիպում։ Շնորհակալ եմ։